Հարգելի պարոն Վակոյան, հարգելի քաղաքացիներ, սիրելի գործընկերներ, այս լսումները ևս մեկ անգամ վկայություն են նրա, որ մենք մեր քաղաքական խոստումը հետամուտ լինելու իրավաքաղաքական գնահատական տալու մարտի 1-ի ոչրագործությունը շարունակում ենք կրել եւ չի անցել որևիցե հաղորդում, երբ որ մենք քննարկենք որևիցե քննարկում գլխավոր դատախազության կամ քննչական մարմինների հետ, երբ մենք չանդրադառնանք մարտի 1-ի գործին։ Եվ մենք շարունակելու ենք հետամուտ լինել այնքան ժամանակ, քանի դեռ այս հարցը շարունակում է մնալ մեր բոլորի ուշադրության կենտրոնում։ Իհարկե մենք փորձում ենք այսօր կոնկրետ փամփուշտներ ման գալ, որոնել, բայց եթե միջ ավելի լայն նայենք խնդրին, ապա մենք հասկանում ենք, որ նույնիսկ շատ բարձրաստիճան պաշտոնատար անձինք այս ամբողջ գործընթացում ընդհանրապես փամփուշտ էին, որովհետև իրականում այն անձը եւ կամ այն անձիկ, ովքեր կանգնած են այս ոչրագործության հետևում, շատ ավելի հեռու էին։ Բայց մարտի 1-ը չեկավ փետրվարի 29-ից հետո։ Մարտի 1-ը ցավոք սկսվել է շատ ավելի վաղ եւ սկսվել է այստեղ այս դահլիճում։ Մարտի 1-ի գործընթացը չէր լինի երբևիցե, եթե չլիներ հոկտեմբերի 27-ը։ Եթե մենք չբախվեինք իրավիճակի, երբ իրականում սահմանադրական կարգը որպես այդպեսին տապալվեց։ Որովհետև եթե մենք վերլուծենք Հայաստանի սահմանադրաիրավական զարգացման պատմությունը, ապա 99 թվականի մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածը, սա բոլորի գնահատակմամբ է այդպես, իշխանության լեգիտիմության ամենաբարձր ժամանակահատվածն էր գնահատվում։ Մայիսից մինչև հոկտեմբեր։ Հոկտեմբերի 27-ից հետո մենք ունեցանք այն ինչ որ ունեցանք։ Հոկտեմբերի 27-ին հաջորդեց 2003 թվականը ապրիլի 12-ը հայտնի մեռելոցը Բաղրամյան երբ առաջին անգամ ուժ կիրառվեց Բաղրամյան փողոցում քաղաքացիների նկատմամբ։ Ինչու, որովհետև 23 թվականին նախ զոհաբերվեց հանրաքվեն սահմանադրական, որպեսզի մարդը պահպանի իշխանությունը, իսկ այնուհետև սահմանադրական դատարանի որոշումը, որը շատ քննադատվեց, բայց այդուհանդերձ որոշակի առումով լծակ հանդիսացավ հետագա ժողովրդավարական գործընթացների համար, պարզապես 1 տարի հետո, եթե շատ ոչ կոռեկտ արտահայտությունից թույլ տամ, ստացվում է հետևյալ, որ սահմանադրական դատարանի որոշման ապահովումը այդ ժամանակվա իշխանությունները ապահովեցին ջրցան մեքենաների օգտագործմամբ, ապացուցելով, որ վստահության հանրաքվեն կարող է իրականացվի միայն այդ եղանակով։ Այնուհետ մարտի 1-ն էր։ Գիտեք, շատ պետություններ կան, որոնք համաչափ ուժ են գործադրում, անհամաչափ ուժ են գործադրում, կներեք, այդ թվում հավաքի մասնակիցների նկատմամբ։ Դա որևիցե եղանակով գովելի չէ եւ մշտապես շարունակելու է մնալ դատապարտելի։ Բայց ես կուզենայի մարտի 1-ը առանձնացնել այլ տեսանկյունից։ Այն սովորական ուժ չէր եւ սովորական հանրահավաք չէր, դա ֆուտբոլային խուլիգանների հավաք չէր։ Դա մարդկանց բողոքներ ընդդեմ ընտրությունների նկատմամբ զրոյական վստահության։ Եվ սահմանադրական դատարանում պետք է քննվեր հարցը։ Եվ բոլորիս համար պարզ էր, որ այդ մեծ հավաքների պարագայում հնարավորություն տալ, որպեսզի իրավական գործընթացները ընթանան արտակարգ դրության ռեժիմից դուրս, երևի թե անհնար կլիներ։ Եվ դրա համար պետք էր ցավոք այդպիսի գործընթաց։ Ես չեմ մոռանա Մաշտոցի պողոտայի վրայի կանանց, որոնք պատշգամբերից գոռում էին հատուկ նշանակության զորքերին, տղեկ ջան, խնդրում եմ, մի առաջ եկեք, խնդրում եմ, շատ եմ խնդրում, մի շարժվեք առաջ, խնդրում եմ։ Այդ ձայնը մինչև հիմա իմ ականջներից մեջ չեմ։ Բայց տեղի ունեցավ այն ինչ որ տեղի ունեցավ։ Բայց ես չեմ կարող այստեղ օբյեկտիվ չլինեմ եւ չասեմ նաեւ, որ այդ օրն էլ որոշակի առումով հիասթափացրեց նաեւ այն մարդկանց, ով այդտեղ հավաքվել էր, որովհետեւ այն անձում համար հավաքվել էին եւ այն անձում վստահել էին եւ այն անձը, ում հետ կապում էին Հայաստանի սահմանադրաիրավական զարգացման նորմալ ապագան, ըստ էության հեռացավ եւ այդպես էլ չմասնակցեց։ Կներեք, չեմ ուզում շատ քաղաքական մեկնաբանություններ տամ, ոչ ոքից չի կարելի պահանջել, որ ինքը հերոս լինի, բայց
Ես այդուհանդերձ չհասկացա ինչպես կարելի էր այդ ամենը թողնել եւ հեռանալ։ Ես ուզում եմ դիմեմ մարտի 1-ի, ես ավարտում եմ մարտի 1-ի գործողությունների բոլոր զոհերի եւ տուժածների հարազատներին, առանց տարբերելու, թե նրանք եղել են ընդդիմադիրների եւ հավաքի մասնակիցների կողքին, թե իրականացրել են իրենց մարտական պարտականությունները։ Ես ուզում եմ իմ աջակցության խոսքը հղել ձեր բոլորիդ եւ ասեմ մի կարևոր բան։ Գիտեք, այն որ դուք այստեղ եք, այն որ այսօր Հայաստանում ժողովրդավարական գործընթացներ են եւ այն որ մենք այսօր շարունակում ենք քննարկել այդ հարցը, դա նաեւ այն պատճառով է, որ ձեր հարազատները այս ժողովրդավարական իրավիճակը գնահատել են շատ ավելի կարևոր, քան սեփական կյանքը եւ առողջությունը։ Ես խոնարհում եմ բոլորի առջև, մենք շարունակելու ենք հետամուտ լինենք այս գործընթացի նկատմամբ, բայց ես շատ կուզենամ, որ մենք այս գործընթացները նայենք շատ ավելի լայն եւ անենք ամեն հնարավոր եւ անհնարին, որ հետագայում Հայաստանի Հանրապետությունը Աստված մի արասցե չբախվի որևիցե նման զարգացման հետ։ Շնորհակալություն։